Ընդամենը $1 միլիոն ու կարող ես դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը աշխարհի լավագույն երկրներից մեկում, ինչպիսիք են օրինակ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական ամենալավ երկրներից մեկի դեսպանը կարող ես դառնալ, ինչպես հեսա ասեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն եզակի երկրներից մեկն է, երբ նախագահական ընտրությունների ժամանակ քո նախընտրած տեխնացուի օգտին նրա քարոզարշավի ժամանակ դու նվիրաբերում ես $1 միլիոն ԱՄՆ, ապա արդեն իսկ նրա ընտրվելու դեպքում նորընտիր նախագահը, այսպես ասած, երբ որ նշանակում է դեսպաններ, ովքեր որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպիսի մեծ գումարներ են նվիրաբերել, իրենք նշանակվում են դեսպաններ։ Հիմնականում այս դեսպանները նշանակվում են ամենաքաղցր երկրներում, կարելի է այդպես ասել, որովհետև այս երկրները եվրոպական երկրներն են, հանգիստ է, ամեն ինչ խաղաղ է, Մեծ Բրիտանիան է, Ճապոնիան է, սրանք ամենամեծ պահանջարկ ունեցող երկրներն են։ Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր դեսպաններն են այսպես նշանակվում, ընդամենը 30%-ն է, որ հոգաբարձուներն են նշանակվում, իսկ մնացած 70%-ը պրոֆեսիոնալ դեսպաններն են, ովքեր նշանակվում են ավելի բարդ երկրներում, ինչպիսիք են օրինակ Չինաստանը, Ռուսաստանը ու էլի նմանատիպ երկրներ։ Դե ինչ, եթե դուք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եք եւ ձեր գրպանում ունեք $1 միլիոն, ապա ապագա ընտրություններին կարող եք մտածել, թե ինչպես կարող եք ներդրում անել եւ նշանակվել որևէ եվրոպական երկրի դեսպան։ Դե կհանդիպենք 100 ընտրություններին, ես վազեցի միլիոնը հավաքելու։